Արդյոք Օբամայի վարչակազմը քողազերծված կերպով ճանաչել է առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ջարդը որպես ցեղասպանություն։ Այս հարցն են տալիս այսօր ամերիկյան մամուլի մի շարք միջոցներ հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի թիվ 2 ամենաբարձրաստիճան դիվանագետ մակում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերի հրապարակային հայտարարությունից հետո։ Հրեական ողջակիզմանը նվիրված վերջերս անցկացված մի հանդիպման ժամանակ, խոսելով պատմական անարդարությունների մասին, խոսել էր նաև հայոց ցեղասպանությունը հերքողների մասին։ Արդյոք Օբամայի վարչակազմը քողազերծված կերպով ճանաչել է առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ջարդը որպես ցեղասպանություն։ Այս նույն հարցն է տալիս New York Times օրաթերթը, նշելով, որ այս 4 բառերը կարող են կատաղեցնել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիային, որը ամեն գնով է հակադարձում ցեղասպանության մասին որևէ ակնարկ անգամ։ Ու քանի որ Թուրքիան գտնվում է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկում, մեկ դար առաջ տեղի ունեցած ջարդերի մասին խոսելիս, ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ցուցաբերում են ծայրահեղ զգուշավորություն, գրում է թերթը։ Մինչև Օբամայի վարչակազմը ընդունվելը, Պուլիցերյան մրցանակակիր լրագրող Փաուերը բազմիցս է գրել հայոց ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին, ինչպես թերթն է գրում, պաշտոնավարման ընթացքում էլ նա բազմիցս է կուլիսների հետևում լոբբինգի աշխատանքներ իրականացրել, որպեսզի Օբաման պաշտոնապես ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Հրեական ողջակիզմանը նվիրված միջոցառման ընթացքում հայոց ցեղասպանության մասին Փաուերի արտասանած խոսքերից հետո նրա խոսնակը ըստ մամուլի մի շարք միջոցների ասել է, թե Փաուերի խոսքերը արտասանվել են հրեական ողջակիզման համատեքստում եւ որ դրանք չեն արտացոլում վարչակազմի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն։ Հայոց ցեղասպանության մասին Փաուերի խոսքերից հետո մեկնաբանությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները, հիշեցնելով, որ Look, this president, this administration, as have past administrations, have repeatedly mourned and acknowledged. Այս վարչակազմը եւ նախագահը, ինչպես նախորդները, պարբերաբար սքացել են 1.5 միլիոն հայերի համար, որոնք ջարդի են ենթարկվել Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին։ Մենք կոչ ենք արել լիակատար ու անկեղծ կերպով ընդունել փաստերը, եւ դա այսօր էլ մնում է մեր քաղաքականությունը։ Չեմ ուզում մտնել տերմինաբանության խորքերը, սակայն մենք ուզում ենք տեսնել այդ դեպքերի նկատմամբ պատմական լիակատար մոտեցում։ Իսկ Սամանթա Փաուերի խոսքերն արտասանվել են հրեական ողջակիզման համատեքստում, եւ նրա խոսքերը չեն արտացոլում վարչակազմի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն։ Ամերիկյան թերթերը գրում են, որ չնայած հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախընտրական արշավի ընթացքում տրված մի քանի խոստումներին, նախագահի պաշտոնում Օբաման հրաժարվեց այդ քայլից, դժգոհություն եւ զայրույթ առաջ բերելով փաստաբանների եւ ԱՄՆ-ի կոնգրեսականներից շատերի մոտ։ Կոնգրեսական Ադամ Շիֆը վստահ է, որ ԱՄՆ-ն պետք է հստակ ու պարզորոշ կերպով խոսի հայոց ցեղասպանության մասին։ Ամերիկայի ձայնի հայկական ծառայության հարցին ի պատասխան կոնգրեսականն ասում է. Ես կոչ եմ անում վարչակազմի մյուս պաշտոնյաներին ու նախագահին եւս խոսել հայոց ցեղասպանության մասին։ Այսօր, երբ Օբամային մնացել է պաշտոնավարման համար միայն մի քանի շաբաթ, նա կարող է կատարել հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական արշավի ընթացքում տրված իր խոստումները։ Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, հիշեցնելով հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես ճանաչվելու գործում կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքների մասին, ասում է. Շատերն են հավատում, որ կոնգրեսն ու երկրի նախագահը մի օր ճանաչելու են հայոց ցեղասպանությունը, եւ ես շատ գոհ եմ, որ Սամանթա Փաուերը հանդես եկավ այդ հայտարարությամբ։ Ամերիկայի հայդատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբալյանի խոսքերով The wall of denial is taken down a brick at a time, and this certainly represents one more brick out of that wall, one more step toward. Մի նոր քար է պոկվել ցեղասպանությունը հերքող պատից, եւ մի նոր քայլ է կատարվել հայոց ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ-ի ճշմարտացի քաղաքականության ուղու վրա։ Հայոց ցեղասպանության մասին Սամանթա Փաուերի արտասանած խոսքերը ժամանակի ընթացքում իրենց կարևոր հետքն են թողնում եւ իրենց դերն ունենում։ Հերքողական պատի մեջ անցք բացելու մասին է խոսում նաև Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը, հիշեցնելով խնդիր դժոխքից վերտառությամբ Փաուերի գրքի մասին, որը սկսվում է հենց հայոց ցեղասպանության մասին պատմելով։ Ես մեծ հարգանք եմ տածում նրա նկատմամբ, որպես գիտնական ու հրապարակախոս, սակայն նա այլ դեր կատարեց անցած տարիներին որպես մակում ԱՄՆ-ի դեսպան, բայց ի վերջո կարողացավ դատապարտել անհերքելի փաստերի հերքումը։
Էվանսի խոսքերով այսօր, երբ միայն 40 օր է մնացել Փաուերի պաշտոնավարմանը, դժվար թե նրա համար այդ հայտարարությունը ունենա անձնական հետևանքներ։ Վերադառնալով New York Times-ի հոդվածին կատարենք եւս մեկ մեջբերում։ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը 1978 թվականին գրեթե մոտեցել էր ցեղասպանության եզրին, երբ հայտարարեց, թե նպատակաուղղված ջանք է կիրառվել ամբողջ հայ ժողովրդին ջնջելու համար։ Ռոնալդ Ռեյգանն էր, որը 1981 թվականին արտասանեց հայերի ցեղասպանություն բառակապակցությունը, դառնալով ԱՄՆ-ի մինչ այժմ վերջին նախագահը, որը հայերի դեմ իրականացված ջարդերը ճանաչել է որպես ցեղասպանություն։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։